Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ։ Կողմերը քննարկել են համագործակցության ամրապնդման հեռանկարները ու դրա զարգացմանն ուղղված հետագա քայլերը։ Գերատեսչությունների ղեկավարները հետաքրքրված են եղել տեղեկատվական համակարգերի ինտեգրմանն ուղղված համագործակցության հնարավորություններով, նկատի ունենալով ժամանակակից պայմաններում պետությունների միջև միասնական տեղեկատվական հարթակների ստեղծման կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Երկուստեք նշել է, որ դա կնպաստի ապրանքների առաքումների ծավալների ավելացմանը, գործընթացների թափանցիկությանը, ապրանքների հետագծելիության եւ անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ բեռների վերամշակման ժամանակ նյութական ծախսերի կրճատմանը։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին, ստեղծելով կայուն եւ վստահելի բիզնես։ Իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը եւ ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է մարտի 1-ից 31 նկատ ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները։ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հունվարի 24-ի N36A որոշմամբ հաստատված ժամանակացույցի 20-րդ կետի պահանջների համաձայն էկոնոմիկայի նախարարությունում 2025 թվականի ապրիլի 3-ին եւ 4-ին կազմակերպվել են քննարկումներ։ Քննարկումներին մասնակցել են Հայաստանի այգեգործների, սերմեր եւ տնկանյութեր արտադրող ասոցիացիաներից, կաթնամթերք արտադրող միություններից, դեղ արտադրողների միությունից, Տուրիզմի հայկական ֆեդերացիայից, Հայկական լիզինգատուների ասոցիացիայից եւ ոլորտային այլ կազմակերպություններից։ Վերջիններիս կողմից դրական է գնահատվել նման ձևաչափով քննարկումների անցկացումը։ Համակարգող նախարարի տեղակալների եւ զբոսաշրջության կոմիտեի նախագահի կողմից ներկայացվել են էկոնոմիկայի նախարարության 2026-ից 2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտերը։ Մասնակիցների կողմից ներկայացվել են հարցադրումներ եւ առաջարկություններ էկոնոմիկայի նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի եւ նոր նախաձեռնությունների վերաբերյալ։